Ձեր եկամուտը բավականացնում է մեկ ամիս ապրելուն Հայաստանում։ Ոնց կարող է պատահի այս ղեկավարները այնպես թոշակ տան, որ թոշակառուն կարողանա շնչի։ Ամեն ձևի մինուսների մեջ, մենակ որ մեր ղեկավարները իրենք շատ լավ զգան իրենց, շատ լավ տարբեր երկրներ, ընտանիքներով, ընտանիքի անդամներով, թանկ ավտոներով, ժողովրդին էլ ճանաչում են միայն ընտրության նախօրյակին, որ խնդրեն աղաչեն, համոզեն, հետո էլ ոչ մեկի չտեսնեն, ոչ մեկի հարցը իրեն չհետաքրքրի։ Հայաստանի Հանրապետությունում կա ինչ-որ մեկը, ում եկամուտը բավարարվում է ամբողջ ամիս ապրելուն, կարծում եմ ոչ։ Կողմնակի ինչ-որ գործեր, դրսից հիմնականում օգնություն, իհարկե ինձ չէ, բայց ես կարծում եմ, որ մարդիկ այդպես են գոյատևում, անցկացնում ամբողջ ամիսը։ Իսկ դուք այն քաղաքացիներից եք, ովքեր վարկեր, ապարիկներ եւս ունեն, որտեղ ասում են, որ Հայաստանի մեծ մասը ունեն։ Բնականաբար, մի без этого, ռուսը ոնց ասում է, անպայման ունենք։ Երբ որ արդեն ուզում է գա վերջը վերջանա, նորից ենք սկսում, որովհետև հարցեր կան, որ առանց դրա չեն կարողանում լուծել։ Ոչ այդքան։ Այո, մի քանի ամիս էլ է բավական։ Ոչ, Աշխատում ենք այնց անենք, որ բավականացնի։ ոչ։ Թոշակառու եմ, դասախոս եմ աշխատել Բրյուսովում, բայց հիմա ստանում եմ ընդամենը 43,000, որովհետև տուն ինտերնատում 23,000-ը պահում է։ Նույնիսկ այնպես է, որ թեր տարնելու հնարավորություն էլ գրագետ մարդը չունի։ Ստիպված գալիս եմ քաղաքային Իսահակյանի անվան գրադարան, որ կարողանամ գոնե օրվա լուրերին ծանոթ լինեմ։ Նորմալ է։ Շատ էլ է։ Բացարձակապես։